Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագծին։ Այն կներկայացվի երկրի խորհրդարանի քննարկմանը։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, ով ներկայացրել է համապատասխան օրինագիծը, կառավարության նիստում հայտարարել է. «Երբեք ուշ չէ ճիշտ գործել»։ Ժամեր առաջ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել էր, որ աջակցում է հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։ «Ես երբեք չեմ խուսափել ճանաչումից եւ միանշանակ աջակցում եմ նախագծին», ասել է Նեթանյահուն, պատասխանելով Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարի հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնության մասին հարցին։ Երևանի համար քաղաքական հավակնությունները վեր են ազգային շահերից, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նրա խոսքով Արևմուտքը Հայաստանին դիտարկում է բացառապես որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիք եւ շահագրգռված է քաղաքական դաշտը մաքրել երկու երկրների միջև առողջ հարաբերությունները պաշտպանող բոլոր ուժերից։ Մեդվեդևը շեշտել է, որ ընդդիմության դեմ հարձակումները, ինչպես նաեւ վարչական ռեսուրսների զանգվածային օգտագործումը եւ Արևմուտքի միջամտությունը դարձել են վերջին խորհրդարանական ընտրությունների առանձնահատկություն։ Մեջբերում Մոսկվան կդատի Երևանի ղեկավարության իրական մտադրությունները։ Հիմնվելով նրա գործողությունների վրա, Ռուսաստանն ակնկալում է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կլսի Հայաստանի ընտրողների մեծամասնությանը։ Մեջբերման ավարտը։ Անվտանգության խորհրդի փոխնախագահը նշել է, որ Ռուսաստանի հետ կապերի խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար։ Ընդ որում տասնամյակներով ձևավորված կապերը ԵՄ երկրներին բացարձակապես չեն հետաքրքրում։ Արևմուտքի թելադրանքի տակ հայտնված Երևանին չափազանց դժվար կլինի ազատվել դրանից, շեշտել է Մեդվեդևը։ Փամբակ գետում շարունակվում է։ Պարզվել է Փամբակ գետից դուրս բերված եւ որոնվող ջրայեղձ եղածների ինքնությունը։ Առաջին ջրայեղձ եղած քաղաքացին, ում հայտնաբերել են, Վանաձորի բնակիչ 30-ամյա Սևակ Մայիլյանն է, իսկ հունիսի 27-ից որոնվող քաղաքացին Վանաձորի բնակիչ 36-ամյա Տիգրան Կարապետյանը։ 5-ից 6 ջրասուզակներ Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները։ Առեղծվածային ու ողբերգական դեպքը տեղի ունեցել 3 հունիսի 27-ին։ Նախ գետում հայտնաբերվել էր մարմին, ապա մոտ 700 մետր հեռավորության վրա Opel Magnishi ավտոմեքենա։ Ավելի ուշ պարզվել էր, որ մահացածի հետ եւս մեկ ուղևոր է եղել։ Թե ինչ հանգամանքներում է ավտոմեքենան հայտնվել գետում, դեռևս հայտնի չէ։ Վենեսուելայի մոտակայքում տեղի է ունեցել եւս մեկ երկրաշարժ 4.8 մագնիտուդով։ Օրերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը պաշտոնական տվյալներով արդեն հասել է 1500-ի։ Միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքները դեռևս շարունակվում են։ Աղետից առավել շատ տուժել է Լագուայրա նահանգը, որտեղ ավերածությունների մասշտաբներն ահռելի են։ Ներկայումս նշված տարածաշրջանում հաջողվել է վերականգնել էլեկտրամատակարարման միայն 60%-ը։ Այդուհանդերձ զոհերի իրական թիվը կարող է շատ ավելին լինել, քանի որ հեռավոր բնակավայրերի հետ կապը դեռևս վերջնական չի հաստատվել։ ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցի մոտ գտնվող իրանական թիրախներին, իսկ Իսլամական Հանրապետության պահապանների կորպուսը պատասխանել է Բահրեյնի եւ Քուվեյթի վրա հարձակվելով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ իրենց օդուժը հարվածներ է հասցրել Իրանի հրթիռներին եւ ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին, ինչպես նաեւ առափնյա ռադարային կայաններին։ Նա նշել է, թե իբր իրանական կողմը խախտել է համաձայնագիրը։ Հնարավոր է գա մի ժամանակ, երբ մենք այլևս չենք կարողանա զսպվածություն ցուցաբերել եւ ստիպված կլինենք ռազմական ճանապարհով ավարտել այն աշխատանքը, որը մենք այդքան հաջողությամբ սկսել ենք, հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։ Թեհրանը զգուշացրել է, որ ավելի կոշտ կարձագանքի Միացյալ Նահանգների հրադադարի շարունակական խախտումներին։ Իրանը վճռականորեն կարձագանքի թշնամու ցանկացած գործողության եւ հրադադարի յուրաքանչյուր խախտում կարժանանա ավելի կոշտ պատասխանի։ Իրանական CNN հեռուստաալիքին ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի խոսնակ Մոհեբին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կոչ է արել չմիջամտել Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակին։ Այս հարցում ցանկացած միջամտություն, նավարկության կարգեր ստեղծելու ցանկացած փորձ կբարդացնի իրավիճակը եւ կհետաձգի Հորմուզի նեղուցի բացման գործընթացը, ինչպես նաեւ կուժեղացնի լարվածությունը։ Իրաքցի գործընկեր Ֆուադ Հուսեյնի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արաղչին։
Իսրայելը եւ Լիբանանը հայտարարել են երկարատև հակամարտությունը պաշտոնապես դադարեցնելու եւ համապարփակ խաղաղության պայմանագրի նախապատրաստման մեկնարկի մտադրության մասին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իսրայելի եւ Լիբանանի դեսպանների հետ միասին հայտարարել է շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին, որը բնութագրվել է որպես խաղաղության առաջին քայլ լիբանանյան Հեզբոլլա զինյալ խմբավորման եւ Իսրայելի միջև ամիսներ տևած հակամարտությունից հետո։ Պաշտոնյաները դեռևս չեն բացահայտել համաձայնագրի մանրամասները։ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Բեն Գվիրը Լիբանանի հետ կնքված համաձայնագիրը անվանել է պատմական սխալ։ Մեջբերում Լիբանանի հետ կնքված համաձայնագիրը պատմական սխալ է, սարսափելի բաց թողնված հնարավորություն եւ ողբերգություն ապագա սերունդների համար, Telegram-յան իր էջում գրել է Բեն Գվիրը։ Վերջին օրերին Եվրոպայում գրանցվել է պատմական շոկ։ Սահմանվել են մի շարք ջերմաստիճանային ռեկորդներ։ Գերմանիայում +41 աստիճան Ցելսիուս է, սահմանվել է օդի առավելագույն ջերմաստիճանի նոր բացարձակ ազգային ռեկորդ։ Չեխիայում Դոքսանի օդերևութաբանական կայանում գրանցվել է երկրի նոր բացարձակ ազգային ջերմաստիճանային ռեկորդ +40 աստիճան Ցելսիուս։ Դանիայի Բելդրինգ քաղաքում սահմանվել է +36 աստիճան Ցելսիուս։ Բացի այդ, հունիս ամսվա պատմական ջերմաստիճանային ռեկորդներ են սահմանվել նաև Ֆրանսիայում, Շվեյցարիայում, իսկ Մեծ Բրիտանիայում 3 օր անընդմեջ։ Շոկի ալիքի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասնում է մի քանի հարյուրի։ Հաղորդում է նաև, որ ծայրահեղ բարձր ջերմաստիճանների պատճառով սատկել են միլիոնավոր գյուղատնտեսական կենդանիներ։